Սիրելի հայրենակիցներ եւ գործընկերներ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ քաղաքական թիմին եւ Հայաստան խմբակցությանը, ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իմ տեխնատությունը առաջադրելու կապակցությամբ։ Այս դահլիճի ճնշող մեծամասնությունը ինձ ճանաչում են նախորդ գումարումից եւ բնականաբար քաջատեղյակ է այն ծանր քաղաքական գնահատականներին, որ հնչեցրել եմ Հայաստանում մարդու իրավունքների համատեքստում։ Դրանք դրսևորվել են գլխավոր դատախազի, մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցների քննարկման, նաև այլ քաղաքական օրակարգերի շրջանակներում։ Ցավոք գնահատականներս ոչ միայն չեն փոխվել, այլև երկրում տիրող ամենաթողության, անպատժելիության, խորացող ավտոկրատիայի համապատկերում վերածվել են երկրի սահմանադրական կարգին ուղղված լրջագույն սպառնալիքի։ Պիտի ընդգծեմ, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավական հիմքերը բավական ուժեղ են։ Սահմանադրությունը մարդուն, նրա արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները հռչակում է բարձրագույն արժեք։ Ավելին, հանրային իշխանությունը ինքն է սահմանափակված մարդու իրավունքներով։ Հայաստանը նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների հիմնական համակարգի, Եվրոպայի խորհրդի և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համակարգերի մասնակից է, բայց իրական ժողովրդավարությունն ու իրավունքը որոշվում են ոչ թե սահմանադրության գեղեցիկ ձևակերպումներով կամ կոնվենցիաներով, այլ այն պահով, երբ քաղաքացին առերեսվում է պետության ուժին։ Այն ինչ հետ հայ մարդն ու հայ հասարակությունը բախվում են ամեն օր, աղերս չունի ոչ իրավական և ոչ էլ ժողովրդավարական պետության հետ։ Ասածից լավագույն ապացույցը մեզ շրջապատող իրականությունն է միջազգային մի շարք կազմակերպությունների գնահատականները։ 21-25 թվականներին Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ բավական մեծածավալ ուսումնասիրություններ են կատարել միջազգային կազմակերպություններ, տարբեր գերատեսչություններ, ՄԻՊ-ի, քաղաքական հասարակության ներկայացուցիչներ, նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը։ Այս կառույցները քննության առարկա են դարձրել իրավական և ժողովրդավարական պետության հիմքում ընկած կարևորագույն սկզբունքներ՝ կյանքի իրավունք, խոշտանգումներ, անձնական ազատություն, կալանք, արդար դատաքննություն, հավաքների ազատություն, ընտրական իրավունք, սոցիալական, կրթական, առողջապահական իրավունքներ և խոցելի խմբերի իրավունքները։ Ուսումնասիրությունների համադրումը, ինչպես է մեր ամեն օրը բացահայտում է, թե որքան հեռու է Հայաստանը խոստացված ժողովրդավարական արժեքներից և որքան խորն է դե յուրե և դե ֆակտո իրականությունների խզումը։ Այսպես, Freedom House-ի սանդղակով Հայաստանը, ինչպես և այսպես կոչված նախկիների ժամանակ, դասվում է մասամբ ազատ, անցումային, հիբրիդային ռեժիմների շարքին։ 23-ին հավաքների անազատության պատճառով այս միավորը մեկով նահանջել է և այսօր էլ շարունակում է մնալ 54-րդ մակարդակում։ Սա, ըստ էության, քաղաքական և քաղաքացիական ազատությունների, այսպես ամփոփ ցուցիչն է, որը շատ ցածր է։ Նաև արձանագրվում է, որ դատաիրավական բարեփոխումներն ու հակակոռուպցիոն քաղաքականությունը դրական տեղաշարժեր չեն արձանագրել, իսկ 21 թվականից Հայաստանում պետական կառավարման որակը նահանջել է 57-ից իջնելով 64-ի։ Իրավապաշտպան կազմակերպությունները փաստում են, որ Հայաստանը վերջին 5 տարիներին շարունակում է բախվել լուրջ ինստիտուցիոնալ խնդիրների հետ, որոնք ցավոք սրտի համակարգային բնույթ են կրում։ Դատական համակարգի անկախության խնդիրը չլուծված են համարում Human Rights Watch-ը, Amnesty International-ը, Վենետիկի հանձնաժողովը, տեղական քաղաքացիական մի շարք կազմակերպություններ։ Համակարգային են և չլուծված քրեակատարողական հիմնարկներում խոշտանգումները, ոստիկանական ուժի անհամաչափ կիրառությունը, հաշվետվողականության և պատասխանատվության բացակայությունը, խաղաղ հավաքների ազատության նահանջը, մեդիայի ազատության խնդիրները, ազատ խոսքի, լրագրողների դեմ դատավարությունները և դատական անկախության և արդար դատաքննության համար Հայաստանը 4 միավորից ստացել է ընդամենը 1 միավոր։ Դատական համակարգի էության համապարփակ պատկերը Բագրատ Սրբազանի և 17 անմեղների գործն է։ Քաղաքական հակառակորդներին լռեցնելու, հրեշայնացնելու բացահայտ դիտավորություն, մոնտաժված, հանրությանը մոլորեցնող մեղադրական հիմքեր և ողջ ընթացքում քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից անմեղության կանխավարկածի ոտնահարում։ 2012-ին ընդունված ԵԽԽՎ
համարի բանաձևը քաղբանտարկյալ հասկացության սահմանման համար առանձնացնում է հետևյալ չափորոշիչները։ Երբ ազատազրկումը, սա մոտավորապես մեջբերում է, երբ ազատազրկումը զուգորդվում է քաղաքական շարժառիթով, խղճի, խոսքի, կրոնի եւ հավաքների ազատության սահմանափակմամբ, օրենքների ընտրովի կիրառմամբ կամ ակնհայտորեն անարդար դատավարությամբ, դա այլևս քրեական արդարադատություն չէ, այլ քաղաքական հետապնդման եւ քաղաքական բանտարկության խնդիր։ Իդեպ, հենց այս հանգամանքները եւ մեղադրական հիմքերի սնանկությունն է մատնանշում ՄԱԿ-ի անկախ փորձագետների վերջին եզրակացությունը, որին վստահ եմ բոլորը ծանոթ եք։ Նախընտրական շրջանում ընդդիմադիր առաջատար ուժերի առաջնորդների կալանավորումներն ու քրեական հետապնդումները Դաշնակցության գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյան, Սամվել Կարապետյան, Չալաբյան, Թևանյան, Ծառուկյան, ինչ են, եթե ոչ ակնհայտ քաղաքական բռնաճնշումներ եւ հալածանքներ, որոնք իրենց բացասական հետևանքները ունեցան ընտրական արդյունքի վրա։ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքը մարդու հիմնական քաղաքական իրավունքներից է։ Ոչնչացնելով շուրջ 60,000 ընտրողների եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայները, քաղաքական եւ բարոյական լեգիտիմության մեծագույն հարցական դրվեց ոչ միայն ազգային ժողովի, այլև ամբողջ պետական համակարգի լեգիտիմության վրա։ Այս դահլիճում իմ գործընկեր ազգային ժողովի падգամավոր Արթուր Սարգսյանի բացակայությունը ընտրական իրավունքի կոպտագույն խախտում է, նաև դատաիրավական համակարգի քաղաքական կախվածության բացահայտ դրսևորում։ Ոստիկանության համակարգում շարունակվում է անպատժելիությունը։ 2025-ի դրությամբ որևէ ոստիկանական ծառայող քրեական պատասխանատվության չի ենթարկվել խաղաղ ցուցարարների դեմ ոչ իրավաչափ գործողությունների, ընդդիմադիր падգամավորների խոշտանգումների, լուսաձայնային նռնակների ապօրինի օգտագործման, 101 անձի վնասվածքների դեպքերով, այն դեպքում, երբ բռնությունները տեղի են ունեցել առցանց, այսինքն օնլայն ռեժիմում։ Բերման ենթարկվածների խոշտանգումները նաև բաժիններում են շարունակվել եւ ես ինքս անձամբ ականատեսն ու ներկան եմ եղել դրանցից գոնե մի քանիսի։ Բազմաթիվ հրապարակային դեպքերից հիշեմ ընդամենը մեկը, շարունակվում է անպատիժ մնալ Սամվել Վարդանյանին խոշտանգած ոստիկանական խումբը, իսկ վերջերս պարզվեց, որ նրանցից ոմանք անգամ առաջխաղացում են ունեցել։ Այն, որ իրավապահ մարմինների բռնությունների դեմ բացակայում են արդյունավետ պատասխանատվության մեխանիզմները, արձանագրել է նաև Human Watch-ի 25 թվականի զեկույցը։ Իդեպ այս բոլոր ցուցիչները, տվյալները, որոնց մասին ես խոսում եմ, բաց աղբյուրներում են եւ դուք կարող եք ազատորեն ուսումնասիրել եւ հասկանալ եւ գնահատել։ Հակառակ ՍԵՊԱ պարտավորություններին Հայաստանում կալանքը շարունակում է մնալ ամենատարածված խափանման միջոցը։ 4 տարում թիվը կրկնապատկվել է հասնելով 2500-ի։ Թեև ամբողջությամբ բավարարման մակարդակը 77-ից իջել է 61-ի, սակայն չեն ապահովում միեդի չափանիշները՝ կալանքի անհրաժեշտություն, հիմնավորվածություն, համաչափություն, այլընտրանքային միջոցների առաջնայնություն։ Անմարդկային իրավիճակ է քրեական արդարադատության, կալանավորների ազատությունից զրկված անձանց իրավունքների ոլորտում։ Խոշտանգումներ, բժշկական օգնության անբավարար մակարդակ, անտանելի կենցաղային պայմաններ, ինքնավնասում, ինքնասպանությունների աճ եւ սրանք չեն դառնում պատշաճ քննության առարկա։ 2025-ին քրեակատարողական հիմնարկներում մահերի թիվը կրկնապատկվել, հասել 24-ի եւ 8 ինքնասպանություն, որը վերջին 15 տարիների ամենավատ ցուցանիշն է եւ ամենաբարձր բնականաբար։ Ակնհայտ է, որ պետությունը տապալել է ազատությունից զրկված անձանց կյանքի եւ առողջության պաշտպանության իրեն վերապահված հատուկ դրական պարտականությունը, սա պետության դրական պարտականությունն էր։ Բազմաթիվ են խնդիրները խոսքի ազատության ոլորտում։ 25 թվականին Հայաստանում լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքների խախտումների ընդհանուր թիվը նախորդ տարվա 208-ից հասել է 224-ի։ Եվ 24 եւ 25 թվականներին գրանցվել են ֆիզիկական բռնության, լրագրողների դեմ ֆիզիկական բռնության 15 դեպք։ Լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման, թիրախավորման, սպառնալիքների եւ վիրավորանքների 45 դեպքերից 33-ը
կատարվել են պետական մարմինների կամ պաշտոնյաների կողմից։ Պատկերացնում եք, պետական մարմիններ կամ պաշտոնյաներ։ Համատարած են մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտումները, զանգվածային գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ, ընտանիքի անդամների թիրախավորումներ, եւ սրանք անարգել հայտնվում են իշխանական լրատվամիջոցներում։ Օրինակները տասնյակներ են, հիշեմ ընդամենը վերջինը, որը պարզապես խայտարակություն էր, եթե ոչ վրեժխնդրություն, երբ անձնական եւ ընտանեկան կյանքին վերաբերող չափածուցված տվյալները տեղ են գտնում քննչական կոմիտեի հայտարարության մեջ։ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, հաստատում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Մարդուն կարելի է օրենքով զրկել ազատությունից, բայց օրենքով նրա արժանապատվությունը ոտնատակ անել որևէ տեղ այդպիսի արձանագրում չկա։ Եվ Գագիկ Ծառուկյանին, Կոչուբաևին, Արգամ Աբրահամյանին եւ ընդդիմադիր հայացքներ ունեցող տասնյակ գերիներին, տասնյակներին գետնին փռելու տեսարանները ոչ իրավունքի, ոչ էլ արդարադատության հետ որևէ աղերս չունեն։ Սահմանադրական 3 հոդվածներով 17, 18, 41 պետությունը երաշխավորում է խղճի եւ կրոնի ազատությունը, նաեւ կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը, շատ կարևոր բառ է, առանցքային ինքնավարություն։ 17 թվականի սեպտեմբերի 14-ի միեդի վճռով միանշանակ արձանագրվել է, որ պետական դատարանները իրավասու չեն քննելու եկեղեցական ներքին կյանքին առնչվող եւ կանոնական իրավունքներով, սա էլ է կարևոր բառ, կանոնական իրավունքով կարգավորվող հարցերը, քանզի այսպիսի միջամտությամբ ոչ միայն խաթարվում է կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը, այլև մարդկանց, մեր բոլորի խղճի եւ դավանանքի ազատության իրավունքը։ Եվ այդուհանդերձ քաղաքական մեծամասնությունը հանցավոր եւ բացահայտ հակասահմանադրական ընթացք է որդեգրել, հայտարարելով վեհափառ տիրոջը նորին սուրբոտություն Գարեգին II-ին հրաժարական պարտադրելու եւ ազգային եկեղեցու կառավարման կարգը, ինքնավար եկեղեցու կառավարման կարգը փոխելու իր նպատակադրումը։ Երբ իշխանությունն է որոշում, թե ով պետք է ղեկավարի եկեղեցին, ընդ որում ամեն գնով, իսկ որ ամեն գնով է բոլորս ենք տեսնում եւ ամեն օր, սա այլևս խոսում է ամեն բանի մասին, բայց ոչ իրավական պետության։ Բնականաբար շատ են խնդիրները կրթության, երեխաների, կանանց, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամների իրավունքների ոլորտում, սրանց մասին խոսելու առիթներ դեռ կունենանք։ Ներկայացված այս համառոտ պատկերը անվտանգային, իրավաքաղաքական, նաև բարոյական խորը ճգնաժամի մասին է խոսում, սիրելի գործընկերներ, նաև այն մասին, որ մեզանում չի գործում օրենքի գերակայությունը, եւ երևի այս ամբողջ խոսքիս ամենակարևոր բառը առանցքը, ավելի շուտ առանցքը հասկացությունը օրենքի գերակայությունն է։ Հայաստանում չի գործում օրենքի գերակայությունը։ Հետևաբար դժվար է հայ մարդուն համոզել, որ իր քաղաքական եւ ոչ միայն քաղաքական բոլոր իրավունքները պաշտպանված են։ Ժողովրդի նկատմամբ սիրո հրապարակային խոստովանությունը ոչինչ է, երբ անվտանգային, իրավական եւ սոցիալական երաշխիքների փոխարեն կառավարության շենքից հերթական անկման անոնսն է կատարվում։ Բնականաբար ես ինքս ինձ դավաճանած կլինեի, եթե չբարձրաձայնեի Բաքվում պատանդարված հայ ռազմագերիների եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի խնդիրը։ Սա մեր երկրի եւ մեզանից յուրաքանչյուրի արժանապատվության հարցն է եւ ոչ մի իրավունք, ոչ մի խաղաղություն չի կարող ամբողջական լինել, քանի դեռ Բաքվում կա հայազգի գետ 1 պատանդ։ Ես այդ աշխատանքը փորձում եմ անել նաև միջազգային հարթակներում եւ այդ աշխատանքը շարունակելու եմ բոլոր հնարավոր հարթակներում։ Սիրելի հայրենակիցներ, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմադիր թեկնածուի առաջադրումը ոչ թե հայեցողական, այլ սահմանադրական պարտադիր լիազորություն է։ Ըստ այդմ այժմ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքները ես եւ իմ թիմը դիտում ենք իբրև ծառայություն եւ գործիքակազմ, որը կփորձի Հայաստանի իրականության մեջ որոշիչ փոփոխություններ բերել եւ մեղմել երկրում տիրող ապօրինություններն ու անպատժելիության մթնոլորտը։
Մշտական հանձնաժողովը ոչ դատարան է եւ ոչ էլ ՄԻՊ, բայց այն ի թիվս մարդու իրավունքների պաշտպանության մյուս մարմինների օժտված է համակարգի զարգացմանը նպաստող լիազորություններով։ Հանձնաժողովը ես դիտարկում եմ ոչ միայն որպես օրինագծեր քննարկող, ապօրինությունները արձանագրող մարմին, այլ նաև պրոակտիվ համակարգային վերահսկողություն իրականացնող խորհրդարանական գործիք։ Կարևորում եմ միասնական մեխանիզմի որդեգրումը, որը ամեն տարի կստուգի նախորդ զեկույցներում հայտնաբերված խնդիրների լուծումը եւ կգնահատի մարդու իրավունքների իրական վիճակը։ Ես տարբեր զեկույցներից թվական փաստեր էի ներկայացնում, բայց մեկ համապարփակ զեկույց գնահատում արժևորում, թե իրական վիճակը ինչպիսին է Հայաստանում մարդու իրավունքների, այդպիսի ուրեմն փաստաթող գոյություն չունի։ Հանձնաժողովը լրջագույն ներդրում պիտի ապահովի, կարծում եմ, նաև մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության եւ նրանից բխող գործողությունների ծրագրի մշակման ուղղությամբ, որովհետեւ նախորդի գործունեությունը ավարտվել է 25-ին եւ առաջիկայում ըստ նախատեսված կամ խոստումների 2026-ին պիտի նորը որդեգրվի։ Գործունեությունս կրելու է ներառական բնույթ, այն է մասնագիտական հանրության ընտրվելու պարագայում իհարկե, կրելու է ներառական բնույթ, այն է մասնագիտական հանրության, քաղաքասարակության եւ հանրության լայն ներգրավվածություն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ սերտ աշխատանք։ Ես ճիշտ ասած ավելի մեծ տեքստ էի պատրաստել, բայց որոշել եմ խնայել մեր ժամանակը, նպատակադրումս նույնն է՝ իրական փոփոխություններ բերել, կենսունակ կարողանալ ունենալ կենսունակ երկիր, ուր ոչ միայն պաշտպանված են բոլորի իրավունքները, այլ նաև երկիր, որն ունակ է պաշտպանել մեր հայրենակիցների իրավունքներն ու օրինական շահերը, միջազգային իրավունքներով ապահովված Արցախահայության բնական իրավունքները։ Այնուամենայնիվ ամփոփելով խոսքս ուզում եմ եզրափակել անկախ այն հանգամանքից, գործընկերներ, դուք ինձ կընտրեք թե ոչ, քաղաքական մեծամասնությանը նկատի ունեմ, այն առաջնահերթությունները, այն նպատակադրումները, որ ես այստեղ ներկայացրեցի, շարունակելու են լինել իմ որպես ազգային ժողովի պատգամավորի գործունեության առանցքում։